Ողջույն, օրացույցի վրա փետրվարի 4-ն է, մեկի համար սա սովորական աշխատանքային չորեքշաբթի է, բայց պատմության համար սա մի օր է, երբ հիմնադրվել են կայսրություններ, թեկուզ թվային, եւ որոշվել են պատերազմների ելքեր։ Սկսենք Հայաստանից։ Փետրվարի 4-ին է ծնվել հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Ֆիդայի եւ սպա Գերասիմ Շահվերդյանը։ Նա մեծ դեր է խաղացել 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ, մասնավորապես Ղարաքիլիսայի ճակատամարտում։ Նրա նման զինվորականների շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը եւ հիմնել Հայաստանի առաջին հանրապետությունը։ 1945 թվականի հենց այս օրը Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլը հանդիպեցին Ղրիմում, որոշելու թե ինչպես կլինի աշխարհը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ըստ էության Յալթայում նրանք գծեցին այն քարտեզը, որով մենք ապրում ենք մինչ օրս։ Ճիշտ 22 տարի առաջ մի երիտասարդ ուսանող Մարկ Ցուկերբերգը իր հանրակացարանի սենյակում սեղմեց Enter կոճակը եւ գործարկեց Facebook-ը։ Այդ օրվանից մեր կյանքն այլևս առաջվանը չէ։ Մենք դարձանք հասանելի բոլորին եւ ամենուր։ Հենց այսօր Parker Brothers ընկերությունը սկսեց վաճառել Monopoly խաղը։ Պատկերացրեք մեծ ճգնաժամի տարիներին մարդիկ, որոնք իրականում կոպեկներ չունեին, ժամերով նստում ու միլիոններ էին վաստակում խաղի մեջ։ Սա դարձավ բոլոր ժամանակների ամենավաճառվող սեղանի խաղը։ Չմոռանանք, որ փետրվարի 4-ը նաև քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Սա այն օրն է, երբ աշխարհը միավորվում է, հիշեցնելու, որ առողջությունը թանկ է ամեն ինչից, իսկ գիտությունը կանգ չի առնում դժվարությունների առաջ։ Այսպիսին էր փետրվարի 4-ը, Ղարաքիլիսայի մոռացված հերոսներից մինչև սոցիալական ցանցերի ծնունդ։ Պատմությունը շարունակվում է հենց հիմա, եւ ով գիտի թե տարիներ անց ինչ կգրեն այսօրվա 2026 թվականի փետրվարի 4-ի մասին։ Իհարկե Աբու Դաբիում Փաշինյան Ալիև հանդիպումից բացի։